Բարի օր ժողովուրդ, Mountain High Farms, Ջրաղացի Ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ։ Սա մեր հերթական վիդեոն է դորբերների մասին։ Ես մինչև վիդեոին անցնելը և հաղթահարելով քամու ձայնը, իմ կարծիքով, խնդրում եմ բաժանորդագրվել մեր հալիքին, խնդրում եմ նաև հավանել մեր վիդեոները, տարածել, որպեսզի ինչքան հնարավոր է շատ մարդ կարողանա նրանց դիտել և հատկապես խնդրում եմ ձեզ այցելել մեր կայքէջը, որը հղումը դրված է այս վիդեոյի տակ, ծանոթանալու համար մեր աշխատանքի սկզբունքներին, նաև առցանց հնարավորություն ունենալով տեսնել մեր արտադրանքի ապրանքացուցակը և գնել մեր, նաև եթե ուզում եք գնել մեր արտադրանքը առցանց գերժամանակակից փաթեթավորմամբ 1.5 տարի օգտագործման ժամկետով։ Հիմա շունիկն է, մեր արջուկը, որը չեմպիոնում էր, իսկական շատ լավ շունիկ, հովվաշուն, բայց ոչխարների համար։ Ինչն է շների հիմնական վարժեցման ձևը, ես ուղղակի պետք է ասեմ, իմանալու համար, ով որ չգիտի իհարկե, բայց կամ ով որ գիտի, երևի չգիտի ինչն է պատճառը։ Շները պետք է կարողանան իրենց զգալ ոչխար։ Իրենք պետք է մոռանան, որ իրանք շուն են և պետք է իրենց նույնականացնեն ոչխարների հետ, որպեսզի կարողանան ոչխարներին պաշտպանել։ Հովվաշներ վարժեցնելու միակ ձևը և միակ հնարավոր և ճիշտ ձևը դա այդ շներին ոչխարների մեջ մեծացնելն է։ Կերակրել շներին հենց ոչխարների մեջ, երբեք ոչխարներից դուրս ձեր կացարանի մոտ իրեն կերպ չտալ։ Աճեցնողներ կան, հատկապես արևմուտքում, հատկապես Միացյալ Նահանգներում, որ շներին հատուկ կերամաններ են ստեղծում այնպիսի, որպեսզի ոչխարները չկարողանան այդ կերը ուտել, որովհետև իրենք չորացած շների համար պատրաստված կերով են կերակրում։ Եվ եթե ոչխարը մի անգամ համտեսեց այդ շանքերը, չեն թողի, որպեսզի շանը կեր մնա։ Դրա համար հատուկ կառուցում են այնպիսի կերամաններ, որ ոչխարները չկարողանան դրանից օգտվել և միայն շները կարողանան մտնել այդ կերամանի մեջ, այդ վանդակի մեջ և այդ կերը ուտել։ Բայց իրենք պետք է անպայման մեծանան, աճեն, զարգանան ոչխարների մեջ, որը հիմնականում շանը դարձնում է ոչխար, ինքը կարծում է, թե ինքը ոչխար է, ինքը խաղում է ոչխարների հետ, ոչխարների ընկերներն են և շան հատկություններն օգտագործելով նա նաև պաշտպանում է ոչխարներին ոչ միայն գիշատիչներից, այլ նաև այլ շներից։ Դա է հովվաշան վարժեցման հիմնական ձևը։ Իմիջիայլոց Միացյալ Նահանգներում չափազանց տարածված են հայկական գամփրերը, իրենց բուծում են Միացյալ Նահանգներում, Տեխասում, Օկլահոմայում և հիմնականում նրանց գնահատականը, բարձր գնահատականը և շուկայական արժեքը, որը շատ բարձր է Միացյալ Նահանգներում, դա ուրեմն հենց ոչխարների նկատմամբ հոգ տանելու բարձր ունակությունն է, ճիշտ վարժեցման դեպքում, ճիշտ վարժ։ Եվ դուք երբեմն կտեսնեք, որ յութուբյան ալիքներ կան տարբեր ֆերմերների, որոնք աճեցնում են ոչխարներ հիմնականում վերականգնողական արածեցման մեթոդոլոգիայով և այդ ոչխարներին պահպանում են հայկական գամփրերը և իրենք ասում են, սա հայկական գամփր է։ Մարդիկ կան, որ գիտեն դա ինչ է, որտեղից է գալիս, մարդիկ կան, որ չգիտեն, բայց գիտեն, որ դա անունը հայկական գամփր է։ Եվ դրանով
ես կարծեմ փորձեցի իմ մաքրել իմ կամերան, չգիտեմ, մի քիչ աղոտ եմ տեսնում պատկերը։ Եվ չափազանց գնահատվող են։ Այդ կենդանիները կարող են կռվել, չգիտեմ, ցանկացած գիշատիչի հետ։ Ну, բացի նաև արջի միգուցե, բայց չհաղթել գոնե վախեցնել արջին։ Գայլերին կարող են հաղթել, կայոտներին կարող են հաղթել, մնացածներին նույնպես։ Լավ գնահատական է կարծեմ։ Եվ նորից եմ ասում, բուծարաններ կան այնտեղ եւ ամերիկացիներն են բուծում իրենց ոչ թե հայերը։ Այսքանը մեր շունիկների մասին։ Դորպերների մոտ հիմա հանգստյան ժամ է, որովհետև իրենք սկսել են արածել առավոտը ժամը 6-ից եւ պարբերականությունը այսպես է՝ մի ժամ ակտիվ արոտ եւ դրանից հետո, ասենք, 2 ժամ հանգիստ, հետո նորից մի ժամ ակտիվ արոտ, 2 ժամ ակտիվ հանգիստ եւ այդպես շարունակ։ Մենք հենց հիմա, այսպես ասած, քաշ ենք հավաքում այն կենդանիների վրա, որոնց պետք է հանձնենք այս ամիս կամ հաջորդ ամսվա սկզբին։ Խոտը ուշացել է այս տարի եղանակների տեղաշարժի պատճառով։ Դրա համար մենք նաև որպես վերականգնողական ֆերմերներ աշխատելով բնության հետ մենք փորձում ենք ուրեմն սպասացնել մի քիչ ավելի շատ քաշ եւ ջարդ հավաքել այս կենդանիների վրա, որոնք պետք է հանձնվեն այս ամիս, որպեսզի դրանց միսը լինի որակյալ։ Ջարդը կենդանումսի մեջ փափկության ցուցանիշն է եւ հատկապես այս մսատու եւ լավագույն մսատու ոչխարները, որոնք դորպերներն են, որոնք դմակ չունեն, նրանք պոչավոր են եւ ճարպը հավաքվում է նրանց մոտ ոչ թե դմակում, ոնց որ լինում է դմակավոր ոչխարների մոտ, այլ ճարպը հավաքվում է միջմկանային հյուսվածքում, որը հյութալիություն եւ փափկություն է հաղորդում մսին։ Այս կենդանիների միսը չունի այն յուրահատուկ առանձնահատուկ ոչխարի համը եւ հոտը, ինչպես ինչին որ մենք սովորենք եւ ես մի անգամ ասել եմ իմ վիդեոներից մեկում, որ նույնիսկ երբ որ մենք այստեղ մեր արտասահմանցի հյուրերի համար ուրեմն ցույց ենք տալիս ֆերման եւ համտես ենք կազմակերպել, մեր արտադրանքի ես ինքս չկարողացա տարբերել, համով տարբերել որպես համ։ Ոչխարի միսը մեր սևանգուստների բարձրակարգ մսից չկարողացա տարբերել համով, ըստ համի, այնքան որ բացակայում էր այդ ոչխարին հատուկ այդ համային եւ հոտային բաղադրիչը, որին մենք սովոր ենք։ Ինչու ենք մենք սովոր դրան, ժողովուրդ, այդ ոչխարի համին եւ հոտին, որ մենք ոչ թե սովոր ենք, այլ մենք սպասում ենք, որպեսզի ոչխարի համը միսը ունենա յուրահատուկ համ, ոչխարի եւ հոտ։ Որովհետև հիմնական ոչխարի գլխականակը մեր երկրում դեգրադացված է, սա մեկ։ Իրենց պահում են անհասկանալի եւ չգիտեմ ինչու, ասենք ինչ որ գոմային պայմանները, որոնք գոմել չեն, այսինքն դրանք կառափնարաններ են այս քաշ կենդանիների համար, օդի բացակայություն, թթվասնի բացակայություն, իրենց ուրեմն պարարտուքի մեջ անտանելի եւ կարծելով որ իրենց ինչ որ մի բանից փրկում են, որովհետեւ դեգրադացրել են եւ այդ կենդանիները չեն կարող բացօթյա մնալ ապրել։ Սրանք տոհմային դորպերներ են, մենք հիմա տանում ենք հատուկ սելեկցիա եւ իրենք ձմեռն հասկացրել են ծածկի տակ կամարկելով, այսինքն փակ չի եղել տեղը իրենց։ Եվ եղել է 15, 16, մինուս 15, 16 աստիճան իրենց փոքրիկների հետ, ոչ մի բան, ընդամենը ավելի
երևի ավելի կազդուրվել են եւ անկում չենք ունեցել ամբողջ ծմրան ընթացքում։ Անկումները սկսում են գարնան է, երբ որ ինչ-որ կերն է փոխվում, կերային թունավորումներ են լինում եւ տարբեր պարազիտային հիվանդություններ են լինում։ Դրանից ծմերը կենթանին եւ 4 խոտով ենք պահել քաշի ասած ասեմ 4 խոտով պահել ենք միայն այն պատճառով որ արոտավայրերն էին փակ ծնող այլապես խնդիր չի եղել եւ գալով հիմա մսային համային տարբերություններին սրանց եւ մեր տեղականի եթե դուք նայեք վիճակագրությունը ուրեմն կպարզվի որ Հայաստանը հիմնականում ինքնաբավ է ոչխարի մսի մասով, այսինքն գոնե 90 քանի տոկոս ինքնաբավություն կա, հայերը դրսից ոչխարի միս չեն գնում Հայաստանը այն դեպքում եմ գնում են հսկայական քանակի տավարի եւ խոզի միսը եւ բոլորը կարծում են դա դրանից է որ ոչխարի միսը Հայաստանում արտադրում է այնքան շատ, որ բավականացնում է։ Այդպես չէ։ Բացատրեմ ինչու։ Պարզ հասարակ։ Նախ եւ առաջ բոլորդ գիտեք ոչխարի միսը ավելի թանկ է, քան խոզի միսը։ Նա ավելի թանկ է, քան տավարի միսը, չէ՞։ Այո։ Երկրորդը, որովհետև մենք ոչխարներին հասցրել ենք մեր տեղական ցեղերին այնպիսի դեգրադացման աստիճանի, որ նրանք այդպիսի ահավոր համով եւ հոտով միս են արտադրում, Հայաստանի բնակչության 30-ից 40%-ը ոչխարի միս չի ուտում, չի սիրում այդ համը։ Եվ ասոցացնում է ոչխարներին այդ համի հետ։ Այսինքն, սպառողներն են պակասում համի եւ հոտի պատճառով, առաջի հերթին։ Երկրորդը գնի պատճառով սպառողներ են պակասում, որտեղ ինքը քիչ է ու թանկ է։ Հիմա ասեմ ավելին։ Այս կենթանիային դորպերներին պետք է հասցնել 25-ից 30 երբեմն ավել կարկասային քաշի։ Դուք հենց գնացեք փորձեք տեղական, ասեք 10 կիլոյանոց կարկաս, կամ 12 կիլոյանոց կարկասից ավելի ոչխարի միս առեք։ Կարկաս նշանակում է արդեն փորոտիքը գլուխ ոտ հանած մաքուր միսը։ Կարող եք ուտել ոչ, որովհետև նա արդեն մեծ է։ Դրա համար տեղական ոչխարներին մորթում են ավելի երիտասարդ հասակում, որպեսզի գոնե, ասենք, գառի միս, անունը ոչ թե ոչխարի միս, այլ գառի միս։ Փոքրերին, այսինքն տնտեսվարողն են նաև տուժում, որովհետև ավելի մեծ հասակի միս չի կարողանում արտադրի, այսինքն քաշով ավելի մեծ հասակի միս չի կարողանում ստանա եւ արտադրել, այսինքն ինքը այնքան մեծ գլխականակ պետք է ունենա հսկայական, որ կարողանա իրացնել փոքրերին եւ արագ եւ էժան, ու իր համար էժան։ Եվ կերակրի նաեւ բերովի կերերով, որովհետեւ իրենց արոտային սեզոնը ընդամենը մի քանի ամիս է, 3-4 ամիս ամառները, որովհետև զբաղվում են ընտանիքները դրանով, որովհետև երեխաները պետք է գնան դպրոց սեպտեմբերի 1-ին, որովհետև։ Սա է այն դոգմաները եւ կազուսները, որի մեջ ուղակի խճճվել է Հայաստանի ոչխարաբուծությունը եւ շնչահեղձ է լինում։ Պակասում է ոչխարների գլխականակը, ավելի շատ գնում է արտահանում, քան ուրեմն տեղական սպառում եւ դրանից հետո Հայաստանը ինքնաբավ է ըստ վիճակագրության ոչխարի մսի վերաբերյալ։ Այդպես ոնց է լինում, ինձ բացատրեք։ Այս փոքրիկ գառնուկը սկսեց կաթուտել իր մորից։ Այսպիսով
Խնդրում եմ բոլորիդ բաժանորդագրվեք մեր ալիքին առաջի հերթին։ Խնդրում եմ նայեք մեր վիդեոները, նայեք, տարածեք դրանք, որպեսզի մենք կարողանանք ինչքան հնարավոր է շատ մարդկանց օգտակար լինել։ Եվ նաև այցելեք մեր կայքէջը, որի հղումը դրված է այս վիդեոյի ներքևում։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կհանդիպենք։